Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առիթով պատարագի է մասնակցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագը մատուցել է անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Սրբազանն ավելի վաղ հրապարակավ աջակցել էր իշխող քաղաքական թիմի հակաեկեղեցական արշավին։ Կառավարության ղեկավարին եկեղեցում ուղեկցել են անվտանգության աննախադեպ մեծաթիվ աշխատակիցներ։ Եվ նույն ժամանակ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնում հայրապետական սուրբ պատարագն է մատուցել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Տոնական արարողություններին նախորդել են 3 երեկոյան հանրապետության բոլոր տաճարներում մատուցված ճրագալույցի պատարագները։ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի գրող, հրապարակախոս, հասարակական քաղաքական գործիչ և բժիշկ Զորի Բալայանը։ Նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր և ԽՍՀՄ պատգամավոր։ Տխուր լուրը հայտնել է նրա որդին Հայկ Բալայանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է երեքշաբթի օրվանից Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները ռմբակոծելու մտադրության մասին։ Սպիտակ տան այս սպառնալիքը պայմանավորված է Հորմուզի նեղուցը բացելու վերջնագրով, որի 10-օրյա ժամկետը լրանում է երկուշաբթի։ Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ ընթացող անուղղակի բանակցությունները մինչ այժմ որևէ լուրջ առաջընթաց չեն արձանագրել։ Թրամփն իր սոցիալական հարթակում ծայրահեղ կոշտ ու սկանդալային ձևակերպումներով վերահաստատել է հարվածներ հասցնելու պատրաստակամությունը։ Իրանի իշխանություններն արդեն մեղադրել են Վաշինգտոնին ռազմական հանցագործություններ ծրագրելու համար։ Թեհրանը սպառնում է պատասխան հարձակումներ իրականացնել Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ենթակառուցվածքներին։ Իրավիճակի նման սրումը կասկածի տակ է դնում հակամարտության դիվանագիտական կարգավորման որևէ հեռանկար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախի պատկանելիության հարցում վերջնական որոշումը կայացրել է բացառապես պաշտոնական Երևանը։ Ռուսաստանի իշխանությունները հորդորում են այս թեման քննարկելիս այլևս զերծ մնալ Մոսկվային ուղղված անտեղի հղումներից։ Այս կտրուկ պնդումը հաջորդել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է հենց Ռուսաստանի դիրքորոշման ազդեցությամբ։ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Երևանի ընդունած ինքնիշխան որոշումների հետ։ Մոսկվան միաժամանակ արձանագրել է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործող համակարգերի սկզբունքային անհամատեղելիությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Բերշևա քաղաքից հարավ գտնվող արդյունաբերական գոտուն։ Գրոհի հիմնական թիրախը քիմիական գործարանն է եղել։ Այս ռազմավարական ձեռնարկությունը վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտնվել հարվածի տակ։ Լուրջ մտահոգություններ կան գործարանի տարածքից վտանգավոր թունավոր նյութերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ։ Թեհրանն այս գործողություններով փորձում է խոցել Իսրայելի տնտեսական կարևորագույն ենթակառուցվածքները։ Բրիտանացի լրագրող Բուշրա Շեյխը սենսացիոն տեղեկություն է հրապարակել Իրանում ամերիկյան ուժերի գաղտնի որոնողափրկարարական գործողության ձախողման վերաբերյալ։ Հղում անելով սեփական աղբյուրներին և Fox News-ին նա պնդել է, որ իրանական զինուժը խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռ։ Բախման հետևանքով բազմաթիվ ամերիկացի զինծառայողներ ստացել են ծանր վիրավորումներ։ Տարհանված սպաներից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, և նրա փրկվելու հավանականությունը չափազանց փոքր է։ Լրագրողը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի պաշտոնական վարկածը, մեղադրելով Սպիտակ տանը իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար։ Նա ամերիկյան իշխանությունների պարզաբանումները որակել է որպես հանդրությանը մատուցվող հերթական հեքիաթային անհեթեթություն։ Ըստ լրագրողի, նման գործելավոճի նպատակն է թաքցնել ռազմական կորուստները և մոլորեցնել միջազգային հանրությանը։ Ամերիկյան հատուկ ջոկատայինները Իրանի տարածքից արհանել են խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին։ Վիրավորսման ավելի քան 1 օր թաքնվել է լեռներում, մինչ կենտրոնական հրամանատարությունը ԱՊՏՂ-կատվության հատուկ գործողությամբ շեղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուշադրությունը։ Փրկարարական աշխատանքների ժամանակ իրանական ուժերը խոցել են նաև A-10 գրոհիչ և վնասել տարհանումն իրականացնող Black Hawk ուղղաթիռը։ Դոնալդ Թրամփը կատարվածը որակել է որպես ամերիկյան զինուժի հաղթանակ, սակայն օդային տարածքում մի քանի օդանավերի կորուստը հակասում է Միացյալ Նահանգների բացարձակ գերիշխանության թեզին։ Այս միջադեպերը տեղի են ունեցել Էսֆահանի և երկրի հարավ-արևմտյան հատվածներում։ Հորմուզի նեղուցը բացելու համար Վաշինգտոնի տված 48-ժամյա վերջնաժամկետը լրանում է, ինչն էլ ավելի է մեծացնում Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու վտանգը։ Կողմերի տարածած հակասական տեղեկությունները թույլ չեն տալիս հստակ գնահատել իրավիճակը և հակամարտության իրական մասշտաբները։ And discuss why Operation Epic Fury is necessary. Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներում հատուկ ջոկատայինների իրականացրած բացառիկ գործողության և գնդապետի փրկության մասին։ ԱՄՆ նախագահի պնդմամբ ամերիկյան ստորաբաժանումներն առանց կորուստների արդեն լքել են Իրանի տարածքը, սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է փրկարարական այդ գործողության տապալման մասին։ Իրանական աղբյուրները պնդում են Էսֆահանի հարավում ամերիկյան 2 ուղղաթիռի և 1 տրանսպորտային ինքնաթիռի ոչնչացման մասին։ Պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը
դեռևս չեն ներկայացրել այս իրարամերժ հայտարարությունները հաստատող անհերքելի ապացույցներ։ Քուվեյթը գիշերվա ընթացքում ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Թիրախում են հայտնվել ջրի աղազատման 2 կայան, ֆինանսների նախարարության շենքը եւ Շուվայխ նավթային համալիրը։ Ռազմավարական այս օբյեկտները զգալի վնասներ են կրել, իսկ նավթային գոտում հզոր հրդեհ է բռնկվել։ Տարածաշրջանում մտավախություն կա, որ սա Թեհրանի պատասխանն է Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հնարավոր էսկալացիոն սպառնալիքներին։ Ծոցի երկրները մինչ օրս գերադասում են դիվանագիտական ճանապարհը, թեև նրանց տարեկան ռազմական ծախսերը գերազանցում են $115 միլիարդ։ Իսրայելի օդուժը կրկին թիրախավորել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։ Հարձակման հետևանքով արդեն հաղորդվել են առաջին տվյալները զոհերի եւ վիրավորների մասին։ Իսրայելական կործանիչները վերջին ժամերին ցածր բարձրության վրա անդադար պտտվել են քաղաքի երկնքում։ Միևնույն ժամանակ մեկ այլ օդային հարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին։ Լիբանանի բանակը պաշտոնապես հաստատել է այդ հարձակման ժամանակ 19-ամյա զինծառայողի մահը։